Ողջույն, այսօր փետրվարի 5-ն է ու եթե կարծում եք, թե սա հերթական ու սովորական ձմեռային հինգշաբթի է, ապա պատրաստվեք զարմանալու։ 1921 թվականի փետրվարի 5-ին ստեղծվեց Հայաստանի օգնության կոմիտեն։ Սա կարևորագույն իրադարձություն էր 100 հազարավոր սովյալ ու որբերով լի Հայաստանի համար։ Հենց այսօրը Երևանում ստեղծվեց մի կազմակերպություն, որը պետք է Սփյուռքից օգնություն բերեր Հայաստան։ Սա Սփյուռք հայրենիք կապի առաջին պաշտոնական ինստիտուտն էր։ Արցախյան ազատամարտի պատմության մեջ փետրվարի սկիզբը նշանավորվեց Քարվաճառի հյուսիսում Օմարի լեռնանցքում մղվող դաժան մարտերով։ 1994 թվականի փետրվարի 5-ին հայկական ուժերը կարողացան կասեցնել հակառակորդի լայնածավալ հակահարձակումը։ Սա ռազմական պատմության մեջ եզակի գործողություն էր, քանի որ մարտերն ընթանում էին 3000 մետրից ավելի բարձրության վրա եւ ձմեռային խիստ պայմաններում։ Այժմ համաշխարհային պատմության ամենաառեղծվածային եւ վտանգավոր դեպքերից մեկի մասին։ 1958 թվականի այս օրը ԱՄՆ ռազմաօդային ուժերի B-47 ռմբակոծիչը վթարի պատճառով ստիպված եղավ Ջորջիա նահանգի ափերի մոտ օվկիանոսը նետել ջրածնային ռումբը։ Չնայած տասնամյակներ տևած որոնումներին եւ բազմաթիվ գիտական արշավախմբերին, ռումբը այդպես էլ չի գտնվել։ Այն մինչև օրս համարվում է կորած։ Պաշտոնական վարկածով այն թաղված է ծովի հատակին հաստ տիղմի շերտի տակ, բայց դրա հստակ տեղն ու վիճակը մնում են գաղտնիք։ Սպորտասերների համար սա կարելի է ասել սուրբ օր է։ Փետրվարի 5-ին են ծնվել ֆուտբոլային աշխարհի երկու հսկաներ՝ Քրիստիանո Ռոնալդոն եւ Նեյմարը, նաեւ Կառլոս Տևեսը։ Պատկերացնում եք, թե որքան տաղանդ է խտացված այս մեկ օրվա մեջ։ Սա գուցե ամենահամեղ փաստն է։ Փետրվարի 5-ը պաշտոնապես Նուտելլայի համաշխարհային օրն է։ Այն սկսել է 2007 թվականին մի սովորական երկրպագուի նախաձեռնությամբ ու դարձել համաշխարհային ֆենոմեն։ Սա տարվա միակ օրն է, երբ դիետան խախտելը պատմականորեն հիմնավորված է։ Դե ինչ այսօրվա համար այսքանը։ Հիշեք, եթե այսօր ինչ-որ բան այնպես չգնա, դուք առնվազն ջրածնային ռումբ չեք կորցրել օվկիանոսում։